Այս դասընթացում, որը կոչվում է գործածելով հոգևոր պարգևները, Դերեկ Պրինսը ցույց է տալիս, թե ինչպես Սուրբ Հոգին հարուցյալ Քրիստոսի միջոցով փոխադրվեց հավատացյալների մեջ, հեղվեց համբարձված Քրիստոսի ձեռքով եւ դրսեւորվեց 9 գերբնական պարգևներով։ Եվ հիմա գործածելով հոգևոր պարգևները դասընթացի երկրորդ մասն է, որը կոչվում է թարգմանություն եւ մարգարեություն։ Անցած դասին խոսեցինք Սուրբ Հոգու մկրտության մասին, որի գերբնական կնիքը օտար լեզուներ խոսելն է։ Եվ հավատում եմ, որ Աստծո նպատակների մեջ Սուրբ Հոգու մկրտությունը նախատեսված է որպես միջոց։ Տարիներ առաջ հոգեգալստական շարժման մեջ քննարկվում էր այն հարցը, թե արդյոք մկրտությունը նպատակ է, թե այն ուղղակի միջոց է։ Կային ժամանակներ, երբ որոշ հոգեգալստականներ պնդում էին հետևյալը. դե ես փրկված եմ մկրտված ջրով, մկրտված եմ Սուրբ Հոգով, խոսում եմ լեզուներով, ես տեղ եմ հասել։ Դժբախտաբար դա ճիշտ չէ, իսկ նրանք, ովքեր կարծում են, թե տեղ են հասել, իրականում կիսատ են թողել։ Մկրտությունը նպատակ չէ, այն միջոց է։ Այն ոչ թե վերջն է, այլ գերբնական զորության մեջ ընթացող կյանքի սկզբնակետը։ Հավատում եմ, որ շատերի փորձառության մեջ Սուրբ Հոգու մկրտությունը սովորաբար դուռ է դեպի հոգու գերբնական պարգևներ և գերբնական փորձառության շատ այլ ոլորտներ։ Հավատում եմ, որ անհնար է լիարժեք քրիստոնեական կյանք ապրել բնական հարթության վրա։ Այն գերբնականի մեջ է։ Գործք առաքելոց գրքի յուրաքանչյուր գլուխ պարունակում է դեպքերի նկարագրությունը, որոնք ամբողջությամբ գերբնական են։ Գործք առաքելոց գիրքը միակ պաշտոնական գրվածքն է այն մասին, թե ինչպիսի եկեղեցի է Տերը նախատեսել։ Այսպիսով մկրտությունից առաջ անցնելով ցանկանում եմ այս և հաջորդ դասին անդրադառնալ Սուրբ Հոգու գերբնական պարգևներին։ Կարծում եմ պարզապես կընթերցենք այն ցուցակը, որը գրված է Առաջին Կորինթացիս 12-րդ գլխի 8-ից 10 համարներում։ Եթե նայեք, ապա այնտեղ 9 պարգևներ կգտնեք։ Որովհետև մեկին հոգուց իմաստության խոսք է տրված, մյուսին գիտության խոսք նույն հոգու չափով, մյուսին հավատ նույն հոգով, ուրիշին բժշկության պարգևներ նույն հոգով, ուրիշին զորությունների ներգործություններ, ուրիշին մարգարեություն, ուրիշին հոգիների զանազանություն, ուրիշին այլև այլ լեզուներ, ուրիշին լեզուների թարգմանություններ։ Սովորաբար Աստվածաշնչի ուսուցիչներն այս 9 պարգևները բաժանում են 3 խմբերի։ Դա ոչ թե վարդապետություն է, այլ հարմարավետություն։ Ես արագ կանեմ այդ նախքան կենտրոնանալը այն որոշակի պարգևներին, որոնք պետք է դիտարկենք մեր այսօրվա դասին։ Կան հայտնության 3 պարգևներ՝ իմաստության խոսք, գիտության խոսք, և որն է երրորդը։ Հոգիների զանազանություն, սրանք 3 բացահայտող պարգևներ են։ Կան 3 պարգևներ, որոնք առավել հարմար բառով կարող են կոչել զորության պարգևներ։ Հավատք, հրաշագործություններ և որն է երրորդը, բժշկություններ, ճիշտ է։ Իսկ վերջում մնում են 3-ը, որոնք սովորաբար կոչվում են ձայնային պարգևներ, քանի որ դրանք գործում են մարդու ձայնային օրգանների միջոցով։ Բավական հետաքրքիր է, որ այն պարգևները, որոնք միշտ խնդիրներ են առաջացնում, ձայնային պարգևներն են, որովհետև մարմնի խնդրահարույց անդամը լեզուն է։ Որոնք են ձայնային պարգևները։ Լեզուներ, թարգմանություններ և մարգարեություն։ Այս դասին կանդրադառնանք միայն այս 3 ձայնային պարգևներին։ Մենք արդեն խոսել ենք Սուրբ Հոգու մկրտության կնիքի ուրիշ լեզու կամ նոր լեզու խոսելու մասին։
Դա իրականում լեզուների պարգևը չէ, այստեղ և մյուս տեղերում լեզուների պարգևը կոչվում է այլևայլ լեզուներ կամ զանազան լեզուներ։ Այլ կերպ ասած, այն ավելի է, քան պարզապես մեկ ուրիշ լեզու խոսելը։ Հավատում եմ, որ Սուրբ Հոգով մկրտված ամեն մի հավատացյալ աստվածային իրավունք ու պարգև ունի ցանկացած պահի Տիրոջ հետ անձնապես հաղորդակցվելու օտար լեզվով։ Առաջին Կորինթացիս 14-րդ գլխում այդ մասին Պողոսն ասում է, որովհետև լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծո հետ, քանի որ ոչ ոք չի հասկանում, բայց հոգով խորհուրդներ է խոսում։ Լեզու խոսողն իր անձն է շինում։ Այսպիսով լեզուներով խոսելու համար 3 նշանակություն, 3 պատճառ կա։ Առաջին, դու խոսում ես Աստծո հետ, դա արտոնություն է։ Քանիստ եք համաձայն, որ դա արտոնություն է։ Կենդանի Աստծո հետ հոգի առ հոգի ուղիղ հաղորդակցություն։ Երկրորդ, դու խոսում ես խորհուրդներ ու գաղտնիքներ, բաներ, որոնք քո հպարտացած փոքրիկ միտքը չի հասկանում։ Եվ երրորդ, դու շինում ես քո անձը։ Շատերը կհարցնեն, ո՞րն է լեզուներով խոսելու օգուտը։ 3 հստակ պատասխաններ կան։ Լեզուներով խոսելու օգուտը Աստծո հետ ուղիղ հաղորդակցություն ունենալն է, խորհուրդներ խոսելը և սեփական անձը շինելը։ Անգամ եթե այլ պատճառներ էլ չկան, ապա այս 3-ը բավարար են։ Բայց հավատում եմ, որ այլևայլ լեզուների ամբողջական պարգևը ավելին է, քան այսքանը։ Այլևայլ լեզուները լեզուների զանազան գործածությունն է։ Լեզուների մի տեսակ է, երբ օտար լեզվով եկեղեցում բարձրաձայն ասվում է մի բան, որին պետք է հետևի թարգմանությունը։ Լեզուների մեկ այլ տեսակ նշան է անհավատների համար։ Սա հազվագյուտ բան է, և շատ խարիզմատներ չեն մտածում այդ մասին։ Սակայն երբեմն պատահում է, որ Աստծո ժողովրդի հավաքույթում կամ ծառայության ժամանակ մի հավատացյալ խոսում է իրեն անծանոթ ինչ-որ լեզվով, սակայն ներկա գտնվող մի անհավատ հասկանում է այդ լեզուն։ Դա նշան է անհավատների համար։ Հիշում եմ մի դեպք կապված մի երիտասարդի հետ, ով հիմա իմպեսան է։ Տարիներ առաջ նրան բերեցին Լոնդոնի բացօթյա ժողովներից մեկը։ Նա Ուելսից էր, ինչպես գիտեք, ուելսիներն ունեն իրենց սեփական լեզուն, որով նրանք շատ են հպարտանում։ Ավետարանչության ծառայություն էր, և ես հենց նոր էի ավարտել իմ ավետարանի պատգամը և պատրաստվում էի ապաշխարության կոչ անել, և մի ծեր մարդ այդտեղ սկսեց խոսել օտար լեզվով։ Ես վրդովված սկսեցի մտածել, սա միանգամայն դուրս է կարգ ու կանոնից, նա խափանեց իմ կոչը։ Չեմ հիշում ինչ կատարվեց անմիջապես հետո, բայց իմ աղջիկներից մեկը ներս էր բերել այդ երիտասարդին և նա արմունկով հրել էր աղջկաս ու ասել. «Ինչու է այդ ծերուկը հասարակության մեջ բոլորին պատմում իմ մեղքերի մասին»։ 10 րոպե պահանջվեց, որ նրան համոզենք, թե այդ ծերունին ուելսերեն նույնիսկ մի բառ չգիտի, բայց նա խոսում էր այդ լեզվով։ Վաշինգտոն Սիեթլում շատ տարիներ առաջ մի կին, ով Սուրբ Ղուկասի եկեղեցուց էր, այցելում է հիվանդանոցի հիվանդներին և մոտենալով մի մարդու սկսում է նրա հետ անգլերեն խոսել, բայց այդ մարդը չի արձագանքում, քանի որ չի հասկանում։ Այդ կինը, լինելով խենթ խարիզմատներից, պարզապես սկսում է այդ պառկած հիվանդի հետ խոսել լեզուներով։ Հիվանդի դեմքը պայծառանում է և նա պատասխանում է այդ կնոջը։ Կինն էլ նրան, և այսպես նրանք մի փոքրիկ զրույց են ունենում։ Այդ մարդը մեծապես քաջալերվում է, կինը չի իմանում, թե ինքն ինչ լեզվով է խոսել, ավելի ուշ նրան տեղեկացնում են, որ իրենք խոսել են կամարյան կղզու իսպաներենով, որն այդ մարդու մայրենի լեզուն էր։ Վերջերս մեր գործընկերներից մի կին գտնում է Ռուսաստանում, նա մետրոյում նստում է մի ռուս տղամարդու կողքին, որը շատ տխուր ու ընկճված տեսք է ունենում։ Եվ նա մտածում է, կուզենայի որևէ բան անել նրա համար։ Հետո նա պարզապես վստահում է Տիրոջը և բացելով բերանը սկսում է նրա հետ ռուսերեն խոսել։ Սրանք բացառություններ են, սովորական բաներ չեն, սակայն այլևայլ լեզուների տեսակներից են։ Կարծում եմ լեզուներ խոսելու շատ այլ ձևեր կան, ինչպես օրինակ ձեզնից քանիսն են երբևէ ունեցել այն փորձառությունը, երբ լեզուներ խոսելիս շատ զայրացած տեսք եք ունենում։
Նկատի ունեմ չեք կարողանում հավատալ, բայց այն հեղեղի պես հոսում է։ Հավատում եմ, որ դա այն ժամանակ է լինում, երբ չար ուժերի դեմ եք դուրս գալիս։ Դուք չգիտեք ինչպես աղոթել, ինչ ասել, բայց Սուրբ Հոգին բխում է լեզուների միջոցով։ Ինչպես նաև կան լեզուներ, որ ուղղակի երկրպագության համար են, դա պարզապես հաղորդակցություն է Աստծո հետ։ Այլ կերպ ասած, լեզուները շատ հարուստ բնագավառ են։ Մենք հիմա այլևս չենք անդրադառնա դրանց եւ կանցնենք մյուս երկու ձայնային պարգևներին, թարգմանությանն ու մարգարեությանը։ Պետք է սկսենք սահմանումից։ Թարգմանության պարգևն իմաստ չունի առանց լեզուների պարգևի։ Սակայն եթե ինչ-որ մեկը Սուրբ Հոգով խոսել է օտար լեզվով, թարգմանության պարգևն ի զորու է դարձնում խոսողին կամ մեկ ուրիշին ոչ թե մտավոր հասկացողությամբ, այլ Սուրբ Հոգու ներշնչանքով օտար լեզվով նախապես ասված խոսքը ասել հասկանալի լեզվով։ Այն մեկնաբանություն է եւ ոչ թե բառացի թարգմանություն։ Դա հետաքրքիր է, որովհետև չգիտեմ ձեզանից քանիսն են թարգմանչի միջոցով խոսել օտար երկրում, բայց ես շատ անգամ եմ արել այդ։ Եվ հասկացել եմ, որ բոլոր թարգմանիչներն էլ տարբեր են։ Ամեն մեկը յուրովի բառապաշար է գործածում, մեկը շատ բառեր է ասում, մյուսը քիչ։ Հիշում եմ, երբ Քենիայում մի կանադացու թարգմանում էր երկրի լավագույն թարգմանիչներից մեկը։ Կանադացին մի կարճ նախադասություն ասաց, իսկ թարգմանիչն այն մոտ 2 րոպե թարգմանեց։ Կանադացին էլ դարձավ իր թարգմանչին ու ասաց. «Միթե ես այդքան խոսեցի»։ Թարգմանիչն ասաց. «Ոչ, բայց որպեսզի նրանք հասկանան, թե ինչ ես ասում, ես ստիպված էի այդ ամենն ասել»։ Դա մեկնաբանություն է, այն փոխանցում է նախադասության իմաստը։ Ինձ քաշ ծանոթ բրիտանացի եղբայրներից մեկը, ով հիմա նահանգներում է, պատմում էր, որ վաղ անցյալում Լոնդոնի կենտրոնում կայացած հոգեգալստական ժողովներից մեկի ժամանակ ինչ որ մեկը լեզուներով պատգամ է տալիս։ Նրանք սպասում են թարգմանությանը եւ այն գալիս է մի մարդու միջոցով, ով լոնդոնյան քոքնի բարբառով է խոսելիս լինում։ Ձեզնից քանիսը գիտեն, թե ինչ բարբառ է այն։ Տեսականորեն այն գտնվում է լոնդոնյան բյուբել սնչյունների տիրույթում։ Ես չեմ կարող նմանակել քոքնի խոսողին, այն իմ կարողությունից վեր է, բայց թարգմանությունը հետեւյալն էր։ Եվ չեմ կարծում, որ դուք ամերիկացիներդ կհասկանաք այն։ Հաֆամոն արտահայտությունն է, որ նշանակում է սպասիր մի պահ, այդքան մի շտապիր։ Այդ է թարգմանություն, սա բնորոշ է քոքնի թարգմանությանը։ Ուստի թարգմանության այս ոլորտում բավականին տեղ կա ճկունության համար։ Ինչևիցե, թարգմանությունը ծանոթ լեզվով հաղորդում է այն խոսքի իմաստը, որը նախապես ասվել էր օտար լեզվով։ Մարգարեությունը պարզապես մեկ քայլ ավելի հեռու է գնում։ Մարգարեությունը ծանոթ լեզվով Սուրբ Հոգուց տրված պատգամը փոխանցելն է։ Դրանք չեն գալիս մարդկային հասկացողությունից, այլ գերբնականորեն տրվում են Սուրբ Հոգուց։ Թարգմանության եւ մարգարեության տարբերությունն այն է, որ թարգմանությունը հաջորդում է օտար լեզվով ասած խոսքին եւ մեկնաբանում է այն, իսկ մարգարեությունը պարզապես սկսվում է հենց ծանոթ լեզվով։ Շատ հաճախ, երբ Աստծո ժողովուրդը հավաքված է մեկտեղ, հավատում եմ, որ օտար լեզվով խոսքին կհետևի ոչ թե թարգմանությունը, այլ մարգարեությունը։ Օտար լեզվով ասված խոսքը կարծես Աստծո ժողովրդի ուշադրությունն է գրավում եւ նրանց պատրաստում հաջորդող մարգարեության համար։ Այժմ, եթե ցանկանում եք, կուզեմ առաջիկա 30-40 րոպեների ընթացքում ձեզ առաջնորդել թարգմանության եւ մարգարեության փորձառության մեջ։ Ես գիտեմ, որ դա հնարավոր է, քանի որ այդ արել եմ հազարավոր հավատացյալների հետ։ Կարևոր չէ խումբը մեծ է թե փոքր, կարևորն այն է, որ մարդիկ հավատան Աստծո խոսքին եւ կամենան գործածել այն։ Եթե մտնես եւ քայլես այս փորձառության մեջ, այն քեզ կտանի Աստծո հետ անձնական հաղորդակցության մեկ ուրիշ հարթություն։
Երեք ձեզ հետ խոսեցի ձեր տեղը գտնելու մասին, կարծում եմ, որոշներդ քաջալերվեցիք խնդրելու Աստծուն ձեր կոչման համար։ Սա այն միջոցներից մեկն է, որով Աստված կարող է քեզ առաջնորդել դեպի քո տեղը։ Ես տեսել եմ, թե ինչպես են մարդկանց աչքերն արտասուքով լցվել Աստծո հանդեպ իրենց երախտագիտությունից, երբ իրենց իսկ տրված թարգմանության միջոցով Աստված ուղղություն է ցույց տվել իրենց հենց կյանքի համար։ Այդ փորձառությունը կարծես Աստծուն շատ ավելի իրական է դարձրել նրանց համար։ Այն ողջ հոգևոր կյանքը դարձնում է շատ ավելի իրական։ Ես ցանկանում եմ սկսել որոշ սուրբգրային համարներով, որոնք ավելի քաջալերեն ձեզ պարգևները գործածելու համար, դա առաջին քայլն է։ Առաջին խոսքը առաջին Կորինթացիս 12-րդ գլխի 7 և 11-րդ խոսքերն են։ 9 հոգևոր պարգևների այս ցուցակը ներկայացնելով Պողոսն ասում է. բայց ամեն մեկին հոգու հայտնությունն օգուտի համար է տրված։ Նկատեք, որ պարգևները հոգու հայտնությունն են։ Քո մեջ բնակվող Սուրբ Հոգին տեսանելի չէ, չի կարող ընկալվել մարդկային զգայարանների միջոցով, սակայն դրսևորվող պարգևներն ազդում են մարդկային զգայարանների վրա։ Պարգևները շփում են ստեղծում քո ներսի Սուրբ Հոգու և մարդկային զգայարանների միջև։ Թեպետ պարգևը տրվում է անհատին, սակայն այն տրվում է բոլորի օգուտի համար։ Այլ կերպ ասած, եթե Աստված ասեն քեզ մարգարեություն է տալիս և դու այնքան թուլասիրտ ես, որ չես բարձրաձայնում, ուրեմն դու ոչ միայն քեզ զրկեցիր, այլ նաև Քրիստոսի մարմնի մյուս անդամներին։ Հասկանում եք, դա մատակարարում է, դա մի բան չէ, որ գործածես, երբ ինքդ ցանկանաս։ Դու պատասխանատու ես։ Աստված կարող է քո միջոցով խոսել քո հարևանին, նա գուցե ցանկանա խոսել ողջ ժողովրդի հետ, նա գուցե խոսք ասի քարոզչին, ուրեմն մի բռնիր հետևյալ դիրքը, եթե չեմ ուզում, չեմ կարծում, որ կանեմ, քանի որ սա պատասխանատու դիրք չէ։ Այն տրվում է մեկին բոլորի օգուտի համար, ինչպես նաև ամեն մեկին։ Դարձյալ նույն գլխի 11-րդ խոսքի վերջին հատվածում ասվում է. բայց այս բոլորը հենց նույն Հոգին է ներգործում, ամեն մեկին բաժանելով ինչպես կամենում է։ Նկատեք, որ այս ցուցակն սկսում և ավարտվում է ամեն մեկին արտահայտությամբ։ Պողոսի վերաբերմունքն այն է, որ յուրաքանչյուր հավատացյալ իրավունք ունի ունենալու Հոգու իր դրսևորումը, սակայն Հոգին է որոշում, թե մեզանից յուրաքանչյուրին ինչ պարգև տա։ Այնուհետև նույն գլխի վերջում 31-րդ խոսքում ասվում է. բայց դուք նախանձախնդիր եղեք լավագույն պարգևներին, ես էլ լավագույն ճանապարհ ցույց կտամ ձեզ։ Այդ ճանապարհն իհարկե սերն է, ներկայացված հաջորդ գլխում շատերն են այս խոսքը գործածում, հարվածելու հոգեգալստականներին ասելով. տեսնում եք, սերն առավել գերազանց ճանապարհ է, սակայն այդ միտքն արհամարհում է այն փաստը, որ Պողոսն ասաց. նախանձախնդիր եղեք լավագույն պարգևներին, սերը պարգև չէ, այն ճանապարհ է, այն պտուղ է։ Այսպիսով, եթե չենք փափագում լավագույն պարգևներին, ուրեմն ինչ ենք անում։ Անհնազանդ ենք լինում Սուրբ Գրքին։ Հասկանում եք, Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ անենք այդ։ Թույլ տվեք կրկնել, պարգևները ոչ թե խաղալիքներ են, այլ գործիքներ, դրանք քեզ պետք են գործ անելու համար։ Իսկ եթե մերժես Աստծո միջոցներն ու չկարողանաս անել գործը, ապա պատասխան ես տալու Աստծուն այն գործի համար, որը չես արել։ Այնուհետև գլուխ 14-րդ Առաջին խոսքը. Սիրուն հետևեցեք։ Շատերն այստեղ կանգ են առնում, սակայն խոսքը շարունակվում է. Սիրուն հետևեցեք և հոգևոր պարգևներին նախանձախնդիր եղեք, մանավանդ որ մարգարեանաք։ Չի ասում կամ սիրո հետևեցեք կամ հոգևոր պարգևներին նախանձախնդիր եղեք, դրանք տարբերակներ կամ այլընտրանքներ չեն։ Սիրո հետևեցեք և հոգևոր պարգևներին նախանձախնդիր եղեք, մանավանդ որ մարգարեանաք։ Արդյոք այս առավոտ փափագում եք, որ մարգարեանաք, եթե ոչ, ուրեմն չեք հնազանդվում Սուրբ Գրքին։ Այնուհետև 26-րդ խոսքն ասում է. Ուրեմն ինչ եղբայրներ, երբ միատեղ եք հավաքվում և ձեզանից յուրաքանչյուրը սաղմոս ունի, վարդապետություն ունի, հայտնություն ունի, լեզու ունի, թարգմանություն ունի, երբ Աստծո ժողովուրդը մեկտեղ է հավաքվում, մենք չպետք է գանք միայն ստանալու համար, մեզնից յուրաքանչյուրը պետք է իր հետ ինչ-որ բան բերի ներդնելու համար։ Ներդնելու հիմնական ճանապարհներից մեկը հոգու պարգևները գործածելն է։ Տեսեք, Աստված դրանով հավասարակշռում է։ Որոշ մարդիկ բնականից շնորհալի են, խելացի, կրթված, գրագետ, չեն ամաչում, կարող են կանգնել ու հաճախ շատ երկար խոսել։ Սակայն կան նաև շատերը, ովքեր երկչոտ են, շատ բան չունեն և ասում են. ես ինչ կարող եմ անել։
Եթե հույսը քո բնական կարողությունների վրա լիներ, գուցե հենց այդպես լիներ, բայց իրականությունն այն է, որ Աստված քեզ գերբնական կարողություն է տալիս։ Պողոսն ասում է, որ Աստված այն տալիս է նրան, ով ամենաշատը դրա կարիքն ունի։ Եկեղեցում երկու անձնավորություն են լինում։ Մեկը բժիշկ, մյուսը հավաքարար։ Սովորաբար եկեղեցում բժիշկը դառնում է սարկավակ, իսկ հավաքարար կինը պարզապես նստում է շարքերում։ Բոլորը գիտեն, որ դա նրա տեղն է, բայց երբ Սուրբ Հոգին է շարժվում, բժիշկը կրկին մնում է սարկավակ, սակայն հավաքարար կինը մարգարոյի է դառնում։ Դա Աստծո իմաստությունն է, նրա արդարությունը։ Եթե մերժում ենք գերբնականը, ապա պարզապես ինքներս մեզ կապում ենք մեր իսկ սահմանափակումներով։ Այժմ մտապահենք, որ այս երկու անձնավորությունները սխալ դիրքերում էին։ Ես դա պարզապես ասացի ձեզ զգաստացնելու համար եւ շարժվենք երրորդին, որն իմ նշումների մեջ երկրորդն է, մասնավորապես թարգմանությանը։ Բարի։ Այժմ մոտենում է պահը, երբ ձեզ կառաջնորդեմ թարգմանության պարգևը գործածելու մեջ։ Պատրաստ եք հետևելու։ Դա ձեր որոշումն է։ Ուզում եմ ցույց տալ ձեզ, որ Աստվածաշունչը մեզ քաջալերում է թարգմանել։ Առաջին Կորինթացիս 14:5 խոսքը։ Ես ցանկանում եմ, որ դուք ամենքդ լեզուներով խոսեք։ Քանի մկրտական եկեղեցի է գիտակցում այդ։ Ես ցանկանում եմ, որ դուք ամենքդ լեզուներով խոսեք։ Ինչ նկատի ունի ամենքը ասելով։ Միթե ամենքը չէ։ Սակայն սա դեռ ամենը չէ, սա միայն առաջին հատվածն է։ Ես ցանկանում եմ, որ դուք ամենքդ լեզուներով խոսեք, բայց մանավանդ որ մարգարեանաք, որովհետև մարգարեացողն ավելի մեծ է, քան լեզուներով խոսողը, միայն եթե թարգմանի, որպեսզի եկեղեցին շինություն ստանա։ Հասկացեք, այս խոսքի բանալի բառը շինելն է, շինություն տալը, ամեն բան ուղղված է անհատին ու եկեղեցուն շինություն տալու համար։ Պողոսն ասում է, լավ է, որ լեզուներ խոսեք, սակայն դա միայն ձեր անձն է շինում։ Երբ մարգարեանում եք, շինում եք եկեղեցին, ողջ ժողովը, սակայն այնուհետև ասում է, որ եթե լեզուներով խոսեք ու թարգմանեք, դա նույնքան լավ է, որքան մարգարեությունը։ Եվ այսպես նա նույն գլխի 12 եւ 13-րդ խոսքերում շարունակում է. Այդպես էլ դուք, քանի որ հոգևոր պարգևներին եք նախանձախնդիր, արդյոք նախանձախնդիր եք հոգևոր պարգևներին։ Եթե այո, ուրեմն սա ձեզ է վերաբերում։ Եկեղեցու շինության համար ջանք թափեցեք, որպեսզի ել ավելի առատանաք, այն մի զսպեք ձեր մեջ։ Դրա համար լեզվով խոսողը թող աղոտ կանի, որպեսզի նաև թարգմանի։ Հիմա իմ միջամտությունը թույլ է տալիս հավատալ, որ եթե Աստվածաշունչը պատվիրում է աղոթել որևէ բանի համար, ուրեմն Աստվածաշունչն ուզում է, որ մենք այդ անենք։ Չեմ կարող երևակայել, թե Աստվածաշունչը կոչ կաներ աղոթելու մի բանի համար, որն Աստծո կամքը չէ։ Ինձ թվում է, դա անհավանական է ու միանգամայն անտրամաբանական։ Այսպիսով Աստվածաշունչն ասում է լեզվով խոսողը թող ինչ անի, աղոթի, որպեսզի թարգմանի։ Ուրեմն, եթե լեզվով խոսում ես, ապա հաջորդ քայլն ինչ կարող ես անել, աղոթել, որ թարգմանես։ Այժմ անդրադառնամ իմ նշումների վերջնամասին մեզ քաջալերելու համար։ Խնդրանքի երկու սկզբունքները։ Նախ եւ առաջ առաջի Հովհաննես 5-րդ գլխի 14 եւ 15-րդ համարները։ Եվ սա է այն համարձակությունը, որ նրա, այսինքն Աստծո, նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ Հարցն այն է, թե արդյոք մենք Աստծո կամքի համեմատ ենք աղոթում։ Եթե այո, ուրեմն գիտենք, որ լսում է մեզ, ու եթե գիտենք, որ լսում է մեզ, ապա ինչ էլ խնդրենք, գիտենք, որ ունենք այն, ինչի համար խնդրել ենք։ Ուրեմն հարցն այն է, թե արդյոք Աստծո կամքի համաձայն ենք աղոթում։ Եթե այո, ուրեմն գիտենք, որ նա լսում է մեզ։ Եթե գիտենք, որ նա լսում է մեզ, գիտենք նաև, որ ունենք այն, ինչի համար խնդրել ենք։ Եթե Աստված ասում է, որ լեզվով խոսողը թող աղոթի, որ թարգմանի, ըստ իս դա ցույց է տալիս Աստծո կամքը քեզ համար, որ թարգմանես, այլապես Աստված քեզ չէր ասի, որ անես այդ։ Այնուհետև ստանալու պահի վերաբերյալ, սա շատ կարևոր է։ Մարկոսի 11-րդ գլխի 24-րդ խոսքը։ Դրա համար ասում եմ ձեզ,
Հիսուսն է ասում. այն ամենը, ինչ աղոթքով խնդրեք, հավատացեք, որ կստանաք ու կլինի ձեզ։ Այս թարգմանությունն ամբողջությամբ ճշգրիտ չէ, ժամանակաձևը սխալ է այստեղ։ Հունարենում ասվում է. հավատացեք, որ ստանում եք եւ լինում է ձեզ։ Ուրեմն ինչ որ աղոթքով խնդրես, հավատա, որ ստացար եւ կունենաս այդ, այսպիսով երբ ստացար, երբ աղոթում էիր, ճիշտ է։ Իսկ եթե աղոթում ես Աստծո կամքի համեմատ, ապա գիտես, որ նա լսում է քեզ ու գիտես, որ ունես այն, ինչը որ խնդրել ես։ Այսպիսով այն, ինչ անելու ենք պարզապես, լավ, եկեք նայենք ընդհանուր սկզբունքին։ Անցյալ անգամ դիտարկեցինք այն, հարկ չկա նորից կրկնել։ Հիսուսն ասաց, եթե հաց խնդրեք, ապա երբեք քար չեք ստանա, եթե ձուկ խնդրեք, երբեք օձ չեք ստանա, եթե ձու խնդրեք, երբեք կարիճ չեք ստանա, եթե որևէ լավ բան խնդրեք, երբեք վատ բան չեք ստանա։ Շրջվիր կողքինիդ ասա, եթե որևէ լավ բան խնդրես, երբեք վատ բան չես ստանա։ Բարի։ Այժմ բոլորս պետք է գործածենք այդ։ Պատրաստ եք։ Ահա թե ինչպես ենք անելու։ Իմ կողմից տրված ազդանշանով ամեն մեկը դարձեք դեպի Տերը, ձեր անձը փակեք ներսում ու աղոթեք լեզուներով։ Բարի։ Հիշում եք, որ ձեր կամքն է միացման կոճակը, դու ես այն միացնում, դու էլ անջատում ես։ Լեզուներով երկար մի խոսեք, քանի որ ձեր փոքրիկ զբաղված միտքը կասի, ինչպես եմ ես այսքանը թարգմանելու։ Հասկանում ես, պարզապես սկսիր 1-2 րոպեից եւ մի երկարացրու։ Դա մի սարսափելի սխալ է լեզուներ խոսելիս։ Խոսեք եւ դադարեք, բարի։ Որպես թարգմանության պարգևը գործածող մեկը ասեմ ձեզ, որ երբեմն մարդիկ խոսում են լեզուներով, իսկ դու մտածում ես, ես կսկսեմ թարգմանել, իսկ հետո նրանք փոքր ինչ էլ երկարացնում են խոսքը, հետո եւս մի քիչ։ Մի երկարացրեք, խոսեք, դադարեք եւ որն է հաջորդ քայլը։ Հետո ասում ես. հիմա Տեր, Հիսուսի անունով խնդրում եմ, տուր ինձ թարգմանությունը։ Բարի։ Իսկ ինչ ես անում այնուհետև։ Թարգմանում ես, ճիշտ է։ Դու հավատում ես, որ ստացել ես այդ։ Եթե հավատում ես, որ ստացել ես, ինչ ես անում։ Գործածում ես, մի շարունակեք լեզուներով աղոթքը, սա մկրտության հակառակն է։ Մկրտության դեպքում խնդիրն այն է, որ մարդիկ շարունակում են իրենց լեզվով խոսել ու այդպիսով չեն կարողանում օտար լեզվով խոսել, որտեղ չես կարող միաժամանակ երկու լեզուներով խոսել։ Իսկ սա ընդհակառակն է, դու օտար լեզվով խոսում ես արդեն որոշ ժամանակ խոսելուց հետո, խոսում ես հասկանալի լեզվով այն։ Ինչ զգում ես, որ Աստված կցանկանար, որ դու ասեիր, իսկ Աստված ողորմած է։ Նկատի ունեմ, նա քո հավատքի չափից ավելին չի տա քեզ։ Օտար լեզվով խոսելը դադարեցնում ես ու ասում. Տեր, Հիսուսի անունով խնդրում եմ, տուր ինձ թարգմանությունը։ Որից հետո խորը շունչ ես քաշում ու թարգմանում, բարի։ Նկատի ունեմ, ես կարող եմ փորձառությունից ասել, որ սա գործել է հազարավոր մարդկանց հետ։ Մեզանից յուրաքանչյուրն անհատ է, այն փաստը, որ գուցե մի քանի 100 մարդ է ներկա, Աստծո համար նշանակություն չունի։ Դու Աստծո հետ գործ ունես անմիջական կապով։ Երբ դու խոսում կամ աղոթում ես, այնքան բարձր մի աղոթիր, որ խանգարես կողքինից, սակայն այնքան բարձր աղոթիր, որ ինքդ քեզ լսես։ Կոտրեք ձայնային խոչընդոտը։ Եվ որոշ ժամանակ անցնելուց հետո կանգ կառնենք, կստուգենք եւ կվերադառնանք։ Թույլ տվեք մի հետաքրքիր բան ասել ձեզ։ Սովորաբար, երբ դուք մեկնաբանեք, այն այս երկու ձևերից մեկն է ունենալու, այն կամ փառաբանություն ու երկրպագություն է լինելու, կամ էլ այն նման կլինի նրան, որ Աստված ձեր շուրթերով ձեզ պատգամ է ասելու։ Երբ ես այն առաջին անգամ էի սկսում գործածել, մոտ 60%-ը փառաբանություն եւ երկրպագություն էր, իսկ 40%-ը Աստծո պատգամն էր ինձ։ Սակայն դրանք փոխվել են հակառակ համամասնության։ Ինձ համար սա այն է ցույց տալիս, որ Աստված ավելի ու ավելի ցանկանում է խոսել օր ժողովրդի հետ, եւ այժմ 60 կամ ավելի տոկոսը ես որևէ անձնական բան եմ առնում Աստծուց, իսկ 40%-ը փառաբանություն եւ երկրպագություն է։ Դուք չեք կարող որոշել, թե ինչ եք ստանալու, դա Սուրբ Հոգին է որոշում։ Գոհացող եղեք ձեր ստացածից եւ այն փառավոր է։ Արդյոք մենք բոլորս պատրաստ ենք։ Այժմ դուք խոսեք լեզուներով, այնուհետև կանգ կառնեք եւ կասեք. Հիսուսի անունով խնդրում եմ ինձ մեկնություն, թարգմանություն տուր, բարի։
Այժմ դուք պետք է դադարեք լեզուներով խոսելը։ Ձեզանից ոմանք արդեն ստացել են թարգմանությունը եւ եւս 1 կամ 2 րոպե կտրամադրեն, բայց ոչ ավելի։ Okay, we're going to stop and check now. Շատ լավ, մենք հիմա պատրաստվում ենք կանգ առնել եւ ստուգել, ով է ստացել թարգմանությունը, պարզապես բարձրացրու ձեռքը։ Ձեր ձեռքերը մի պահ վեր պահեք, որովհետեւ սա բավականին լավ ցուցադրություն է։ Ես կասեի մոտ 90% է։ Հիմա ձեր ձեռքերը իջեցրեք եւ ուշադիր լսեք։ Ձեզանից ովքեր փառաբանություն կամ երկրպագություն ստացան։ Okay. Ձեզանից ովքեր հայտնաբերեցին, որ Աստված վերցրեց ձեր շուրթերը ձեզ հետ խոսելու համար։ Նայեք ինչ հիասքանչ է։ Սա իրոք այն բանի նշանն է, թե Աստված ինչ է անում եկեղեցում։ Ձեզանից ովքեր են երջանիկ զգում սրա համար։ Ես նկատի ունեմ, թե ձեզանից քանիսը Տիրոջից քաջալերանքի խոսք ստացան, հորդորանք։ Հիանալի է։ Հիմա նրանք ովքեր չստացան, ձեզ մերժված մի զգացեք։ Այն ինչ պետք է անեք, այն է ինչ այս մարդիկ արեցին։ Մենք նորից կանենք եւ սա թարգմանության վերջին փորձը կլինի։ Այսպիսով մենք պարզապես խոսում ենք լեզուներով, կանգ ենք առնում եւ խնդրում Աստծուն թարգմանության համար։ Ես չեմ պատրաստվում ձեզ շատ ժամանակ տալ, քանի որ որքան շատ ժամանակ եք դուք ստանում, այնքան հավանականությունը քիչ է, որ կանեք այն։ Okay, we're going to check now. Շատ լավ, մենք պատրաստվում ենք ստուգել հիմա։ Ես ցանկանում եմ, որ քաջալերեմ այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Ովքեր են, որ առաջին անգամ չստացան, իսկ այս պահին ստացան, խնդրում եմ բարձրացրու ձեռքդ։ Մի ձեռք այնտեղ, մեկ ուրիշը, մեկ այլ ձեռք, փառք Աստծուն, փառք Աստծուն։ Հրաշալի է։ Տեսախցիկի հետևիկինը եւս ընդունեց, դա իրոք հրաշալի է։ Նա հավելյալ քաջալերանքի կարիք ունի։ Ամեն։ Բարի, երրորդ քայլը շատ հեշտ է։ Որն է երրորդ քայլը։ Մարգարեություն, այնպես չէ։ Եկեք նորից նայենք մի քանի սուրբգրային համարների, որոնք քաջալերում են մեզ մարգարեանալու։ Մենք սկսենք առաջին Կորինթացիս 14-րդ գլխի առաջին համարից։ Առաջի Կորինթացիս 14-ի 1, ինչու միասին չկարդանք այն։ Իհարկե մենք այստեղ հավանաբար 4 տարբեր թարգմանություններ ունենք, սակայն եկեք փորձենք բոլորս միասին կարդալ։ Կսպասեմ մինչև գտնեք այն։ Առաջի Կորինթացիս 14-ի առաջին։ Սիրո հետևեցեք եւ հոգեվոր պարգևներին նախածախնդիր եղեք, մանավանդ որ մարգարեանաք։ Այժմ շրջվիր եւ այն կարդա կողքինիդ համար։ Աստվածաշունչն ասում է, որ մենք կարող ենք միմյանց խրախուսել, տեսնում եք։ Առաջի Կորինթացիս 14-րդ գլխի 23-ից 25 համարները։ Ահա եկեղեցու ժողովրդի մի նկարագրություն, որտեղ բոլորը մեկ վայրում են հավաքված։ Եվ Պողոսն ասում է. «Արդ եթե ամբողջ եկեղեցին մեկտեղ գա ու բոլորը լեզուներով խոսեն եւ տգետներ կամ անհավատներ այնտեղ մտնեն, միթե չեն ասի, թե դուք խելագարվել եք»։ Եթե բոլորը ժողովի գան ու միայն լեզուներով խոսեն, ինչ կկատարվի որոշ եկեղեցիներում, այն մարդիկ, ովքեր հավատացյալ չեն, կասեն, որ այս մարդիկ խենթ են։ Սակայն Պողոսն ասում է, բայց եթե բոլորը մարգարեանան, նկատեք, որ նա հաստատում է, որ բոլորը կարող են մարգարեանալ, բայց եթե բոլորը մարգարեանան, այսինքն խոսեն հասկանալի լեզվով ու մի անհավատ կամ տգետ գա մտնի, սա բոլորի կողմից կհանդիմանվի, բոլորի կողմից կդատվի, եւ այսպես նրա սրտի գաղտնիքը հայտնի կդառնա ու ապա երեսի վրա ընկած Աստծուն երկրպագություն կանի, խոստովանելով, որ Աստված արդարև ձեր մեջ է։ Հասկանում եք, շատ հոգեգալստականների խնդիրն այն է, որ նրանք երբեք բավականաչափ առաջ չգնացին, նրանք խոսեցին լեզուներով եւ այսքանը, եւ շատ մարդիկ
Հաճախել են հոգեգալստական ժողովներին եւ ասել, այս մարդիկ գժվել են, ես նրանց մոտ էլ չեմ գնա։ Խնդիրն Աստծո նախատեսացի հետ չէր, այլ Աստծո ժողովրդի, ովքեր իրենց չնազանդեցրին Աստծո նախատեսածին։ Մենք պարզապես կարիք ունենք լեզուներով խոսելուց մի քայլ առաջ անցնել դեպի մարգարեանալը, մարդկանց իրենց մասին այնպիսի խոսքեր ասել, որ բնական ճանապարհով հնարավոր չէր դա իմանալ։ Նրանց սրտի գաղտնիքները ի հայտ կգան։ Բարի, եւս երկու հատված ընթերցենք 31-րդ խոսքը, որովհետեւ կարող եք մարգարեանալ, որպեսի բոլորը սովորեն ու բոլորը մխիթարվեն։ Քանիսը կարող են մարգարեանալ։ Վստահ եք։ Նորից ասեք, բոլորը, ճիշտ է։ Շրջվիր եւ կողքինիդ համար ընթերցիր այն։ All right, now this is what we're doing. You understand? Մարի, ահա թե ինչ ենք անում։ Պողոսն ասում է, որ դու կարող ես սովորել, դա ոչ թե եկեղեցու մասշտաբային լիարժեք ժողով է, այլ ուսումնական հանդիպում։ Այժմ մենք հենց այդ ենք անում։ Դուք բոլորդ կարող եք մարգարեանալ, որպեսզի բոլորդ սովորեք, եւ վստահաբար բոլորդ կքաջալերվեք։ One more scripture. Մեկ այլ հատված, Is verse 39-րդ խոսքը։ Therefore, Ուրեմն եղբայրներ, ջանք թափեցեք, որ մարգարեանաք, եւ լեզուներով խոսելը մի արգելեք։ Ջանք թափեցեք, որ մարգարեանաք։ Աղոթում եմ Աստծուն, որ ներկաներից յուրաքանչյուրի սրտում նախանձախնդրություն դրվի մարգարեանալու։ Դա հանդգնություն չէ, ոտնձգություն չէ Աստծո շնորհի նկատմամբ, դու անում ես այն, ինչ Աստված է քեզ ասել։ Եվ դուք բոլորդ կարող եք մարգարեանալ, մեկ առ մեկ, անհատապես։ Ոչ թե մեկըդ մյուսին, գուցե ավելի ուշ անդրադառնանք դրան, բայց այս պահին դուք հմտանում եք։ Ձեզնից քանիսն են գիտակցում, որ նախքան ժողովում հանդես գալը մեկուսի իրավիճակում սովորելն ավելի լավ է։ Okay. All right. Now, just Հիմա պարզապես քանի որ դուք հակված եք կրոնական ձևին, նախքան ձեր սկսելը ձեզ համար մի գեղեցիկ աղոթք կանեմ։ Առանց աղոթքի էլ կլինի, սակայն դուք ավելի լավ կզգաք, եթե աղոթեմ։ then Գիտեք, թե այնուհետև ինչ եք անելու։ you're not Դուք going չեք to խոսելու speak in լեզուներով։ tongues. You're going to? Ճիշտ է։ Չեմ լսում ձեզ։ That's right. Մարգարեանելու ենք, ճիշտ է։ Ձեզնից քանիսն են հավատում, որ կարող են անել այդ։ Ամեն։ All right. So, Այսպիսով։ Father, we just thank you. Հայր, մենք ուղղակի գոհանում ենք քեզնից, որ քո Սուրբ Հոգու միջոցով օրհնյալ ներկայությունդ այստեղ է։ Սուրբ Հոգի, մենք ողջունում ենք քեզ, մենք քեզ ճանաչում ենք որպես Աստվածության անձնական ներկայացուցիչը, ով այժմ բնակվում է երկրի վրա։ Քեզ ենք տալիս այն պատիվը, որին արժանի ես։ Դու Տեր ես եւ դու ես Տերն այստեղ այս առավոտ։ Տեր, դու մեզ առաջնորդեցիր մինչև այս պահը, երբ քո ժողովուրդը նախանձախնդրությամբ փափագում է մարգարեանալ։ Ուստի եւ Տեր Հիսուսի անունով խնդրում եմ, որ մարգարեության պարգևն արձակես նրանց մեջ եւ նրանց միջոցով։ Քո փառքի համար Հիսուսի անունով։ Ամեն։ Okay. It's legitimate to speak out loud Ճիշտն այն է, որ խոսեք այնքան բարձր, որ ձեր ձայնը լսելի լինի ձեզ։ There's something about breaking the Հարկավոր է sound barrier. քանդել ձայնային պատնեշը։ Ով իմ զավակներ, ձեզ մեկտեղ եմ հավաքել, որ բժշկեմ։ Ես սիրում եմ ձեզ, որդիներս։ Ես ձեզ աշխարհով մեկ կուղարկեմ սովորեցնելու իմ խոսքը։ Ես սիրում եմ ձեզ, զավակներս։ Հանգիստ առեք իմ մեջ, ուսուցանեք իմ խոսքը, ինչ ճանաչեցրեք աշխարհին։ Ես ձեզ սիրում եմ։ Հանգիստ առեք իմ մեջ, ես սիրում եմ ձեզ, իմ որդիներ։ Amen. Well, that was Ամեն, սա բեկումնային է, սակայն թույլ մի տվեք, որ այն ձեզ հետ պայի Տիրոջ հետ ձեր անձնական հանդիպումից։ encounter with Դա the քաջալերանքի խոսք էր մեզ բոլորիս, շնորհակալություն Աստծուն դրա համար։ But I want each one Սակայն of you to ցանկանում եմ, որ release ձեզանից յուրաքանչյուրը անհատապես արձակվի սրանում։ Thank you. Thank you. Amen. Thank you. Շնորհակալություն Տեր։ God promised me to Աստված tell you մղում է there's ինձ, no որ ասեմ ձեզ, որ նրանց համար, condemnation ովքեր Հիսուս Քրիստոսի մեջ են, դատապարտություն չկա։ Եթե ձեզ վրա դատապարտություն է եկել, մի ընդունեք այն։
Praise God. What language Փառք did you Աստծուն, get? ինչ լեզվով դուք այն ստացաք։ You did? Իրոք, What's your որն է mother ձեր tongue? մայրենի լեզուն, Well, why don't you get ապա something ինչու որևէ բան չստանալ ֆրանսերենով։ No, really. Իսկապես, because it make- քանի your որ ձեր mother մայրենի լեզվով է այն I հնչելու, used to մեկ անգամ prophesy ես in French. մարգարեացել եմ ֆրանսերեն, երկրորդ When I was աշխարհամարտի with the ժամանակ, French sailor in երբ մի World War ֆրանսիացի II, նավաստու հետ էի, I got most ես beautiful քանչելի մի prophecy in մարգարեություն French. ստացա ֆրանսերենով։ Գիտեք, այնքան there's so շատ much բազմազանություն variety, կա, don't be tied down. մի How սահմանափակվեք, many of you got ովքեր a ստացան prophecy? մարգարեություն, պարզապես բարձրացրեք Right ձեր on, ձեռքերը։ Սա Well, that's հրաշալի է։ beautiful. Amen. Ամեն։ Now, those of you that didn't, we'll give you Հիմա one նրանք, ովքեր more. չստացան, մենք եւս մեկ հապճեպ հնարավորություն կունենանք։ Don't feel Մի discouraged. հուսահատվեք, Just turn to the պարզապես Lord, խոսեք Lord, Տիրոջ հետ եւ ասացեք. Տեր օգնիր ինձ։ if I'm Եթե ես bound, կապված եմ, release me. արձակիր ինձ։ Some are bound Ոմանք by վախով fear, են some are կապված, bound by ոմանք embarrassment, շփոթվածությամբ, but don't սակայն let թույլ that մի տվեք, որ դրանք hold ձեզ you հետ back, պահեն։ okay? Բարի, Father, thank you for Հայր, what you've շնորհակալություն done այն for բանի these համար, people որ this morning. անում ես այսօր քո ժողովրդի pray համար։ now Մենք that աղոթում you ենք, will որ դու release ազատ those who are արձակես bound նրանց, by ովքեր fear կապված or են վախով embarrassment ու շփոթվածությամբ any other կամ էլ մեկ այլ falsehood, ուժով։ and Տեր, to տուր give նրանց them this մարգարեության այս beautiful հրաշալի gift to պարգևը prophesy. Հիսուսի In անունով։ Jesus' name. Ամեն։ Amen. I rejoice in you, my children. I rejoice that your heart seeks to learn more of me. Okay, that's wonderful. Now, Բարի, we'll հիանալի է։ release some of you Հիմա մենք to ձեզանից give you ոմանց the word. հնարավորություն կտանք, որ խոսեք այն, ինչը շատերին է վերաբերում։ Speak it out. Ասացեք այն Աստծո ժողովրդին, պարզապես կանգնեք, If you're speaking եթե դուք there, խոսում turn եք around, այդտեղ speak to շրջվեք the եւ people ասացեք so that they այնպես, can որ hear ձեզ you. լսեն, Whatever God has եւ given ինչ you, Աստված give it տվել է to ձեզ տվեք նրանց։ Սա Տիրոջ փառքի համար է, սակայն մասնավորապես այն ձեր եւ հռութի համար է, եթե ընդունեք այն։ Մենք պարզապես երջանիկ կլինենք։ Աստված դուռ է բաց անում ձեզ համար Հնդկաստան գնալու։ Sorry for last. Սիրելի Տեր, ներիր ծիծաղելու համար, սակայն մենք այնքան երկար ժամանակ է խուսափում ենք Հնդկաստանից։ There's a Jewish Երուսաղեմում մի հրյա հավատացյալ կար մեր հարևանությամբ, ով աղոթեց մեզ համար եւ ուղիղ մեր երեսին ասաց, որ մենք պետք է Հնդկաստան գնանք։ that is really Սա not a պարզապես prophecy, that's the word of մարգարեություն God. չէ, սա գիտության խոսք է, սակայն այն շատ լավն է, շնորհակալություն։ Սա այն էր, ինչի կարիքը ես ունեի։ So, anybody Այսպիսով else? կան God այլ willing, մարդիկ, if you ովքեր want to get կցանկանան out, խոսք ասել ներկաներին։ and remember, Եվ հիշեք, այն ձեր օգտի համար չէ, այն բոլորի օգտի համար է։ yes, stand Այո, up, կանգնեք եւ speak պարզ it out խոսեք։ clearly. Ով իմ զավակներ, որքան եմ ես փափագում ձեզ, իմ ներսը շարժվում է ձեր համար։ Ես ցանկանում եմ, որ դուք իմ ոտքերի մոտ գաք, մոտեցեք ինձ եւ այնպես ինչպես ես եմ փափագում ձեզ, դուք էլ ինձ փափագեք։ Ես ձեզ եմ ձգտում, մոտ եկեք, փնտրեք եւ ինձ հետ առանձին հաղորդակցվեք։ Ես սիրում եմ ձեզ։ Amen. Ամեն։ Մարգարեության հետ կապված վտանգն այն է, որ մենք լսելով ասենք հրաշալի էր եւ ոչինչ չանենք դրա հետ կապված, եւ մարգարեությունը վերջում կդառնա քիչ արդյունավետ։ Դա տեղի է ունեցել հարյուրավոր հոգեկալստական եւ խարիզմատիկ եկեղեցիներում։ Տերը հատուկ ձևով խոսել ու ասել է. ես ցանկանում եմ, որ դուք ինձ մոտ գաք եւ իմ ոտքերի մոտ առանձին սպասեք ինձ։ Այսպիսով մեզանից շատերի համար սա հորդոր է, թե ինչպես պետք է անցկացնենք եւ խնայենք ժամանակը։ Պարզ է։ Անցկացրեք այն Տիրոջ ներկայության մեջ։ Ձեզանից ովքեր նման կերպ կվարվեին, եթե զգային, որ սա իրենց համար է։ Շատ լավ։ Փառք Աստծո։ Եկեք հիմա եւս մի քանի հրաշալի խոսքեր լսենք։ Ձեզանից ովքեր կցանկանային լսել։ Դուք նաև կնկատեք, երբ գալիս է մարգարեական պարգևը, միտում կա պահպանելու գլխավոր թեման, անգամ եթե այն հնչում է շատ տարբեր մարդկանց կողմից։ Այստեղ թեման Աստծո սերն է մեր հանդեպ, նրա փափագը մեզ իրեն մոտեցնելը եւ մեզ ողջ աշխարհով մեկ որպես իր դեսպաններ ուղարկելը, ինչը հրաշալի է։ Իմ սիրտն ամեն է ասում սրան։ Այսպիսով եկեք սպասենք Տիրոջ առաջ, մի շփոթվեք,
Մի ամաչեք։ Եթե դուք զգում եք, որ Աստված ձեզ որևէ բան է տվել, եթե ձեր սիրտը ուժեղ բաբախում է, ապա հավանաբար դուք եք։ Just Նախ եւ առաջ ձեռք բարձրացրեք, խնդրում եմ, հետո կանգնեք։ stand up, Լավ, and we'll take you next. կանգնեք, այս կինը։ Over here. Amen. Ամեն, շնորհակալություն։ Ես եմ Տեր Աստվածը, ես եմ ձեր Աստվածը, ես երբեք չեմ թողնի ձեզ, ես հավերժ սիրում եմ ձեզ։ See the Ամեն, theme տեսնում is եք, God's թեման love. Աստծո սերն ու քաջալերանքն է։ Այո, կանգնեք, շրջվեք, ասեք մարդկանց։ Stand up and turn around and speak to the people. Սա իմ աշխարհն է, եւ իմ պաշտպանությունը կգնա ձեր առջևից, երբ դուք դուրս գնաք։ Այնպես որ դուք վախենալու որևէ պատճառ չունեք։ Amen. Now I want to say Ամեն։ some of what Կուզեի we ասել, said որ is incomplete, որոշ մարգարեություններ, որոնք լսեցինք, անավարտ էին։ but you know the first Կատարելապես time you swim, արժեքավոր էին, բայց գիտեք, երբ առաջին անգամ եք լողում, դուք 10 մետր խորության մեջ չեք լողում։ Այնպես որ հիշեք, սա մի բան է, որը մենք սովորում ենք, այն աճող է։ recognizing them perfectly, but the Հոգու people պարգևների who մեջ wait to շատ be քչերն են, որ perfect, վարժվում են they կատարելապես, բայց այն մարդիկ, ովքեր սպասում են կատարելության մի ինչ պարգևների գործածումը, երբեք չեն կիրառի այն։ Yes, wait a minute. Այնպես որ Take the շնորհակալություն։ mic first, then the Եղբայր, lady ես behind. գնահատում եմ դա։ Կա ուրիշ You wanna մեկը։ come and share my Մենք microphone? սկզբում իմ կնոջը կլսենք, հետո հետևում գտնվող տիկնոջը։ Կցանկանայիր գալ եւ օգտվել իմ բարձրախոսից։ I have looked upon your doubts, Ես your տեսել եմ fears, ձեր կասկածներն ու վախերը, but I have also բայց looked նաև upon տեսել your եմ love for me. And I ձեր want սերն իմ now հանդեպ, եւ ես հիմա ցանկանում եմ հեռացնել ձեր կասկածն ու վախը եւ վերահաստատել ձեզ։ Ես ձեզ հետ կլինեմ ամեն իրավիճակում։ Ես երբեք չեմ թողնի ձեզ, երբեք չեմ լքի ձեզ։ Ես իրոք իմ հրեշտակներին կուղարկեմ ձեր առջևից։ Եվ նրանք ճանապարհ կպատրաստեն, եւ երբ դուք ներս մտնեք, կարիք կունենաք պարզապես միայն հավաքելու պտուղը։ Մի ճոխ հունձք է սպասում ձեզ։ Եվ ես ձեզ աշխատավորներ եմ դարձնում, որ հունձքի ժամանակ հնձվորներ լինեք։ Այնպես որ մի կողմ դրեք ձեր կասկածներն ու վախերը, դրանք իմ ոտքերի տակ դրեք, ասում է Տերը, եւ ես կտամ ձեզ իմ ուրախությունը, իմ խաղաղությունն ու իմ զորությունը։ Just wait a minute. Now, let's act on what the Lord Այժմ եկեք գործենք Տիրոջ ասացի պես։ Այնքան կարևոր է, որ մենք պարզապես չլսենք մարգարեությունն ու ասենք՝ «Միթե դա հետաքրքիր չէր»։ Ես եղել եմ հոգեգալստական եւ խարիզմատ եկեղեցիներում, երբ մարդիկ դուրս էին գալիս եկեղեցուց եւ ասում՝ «Հրաշալի ժողով ունեցանք, 5 մարգարեություն եղավ»։ prophecies say. Ես հարցնում եմ, իսկ ինչ էին ասում մարգարեությունները, ես չեմ հիշում։ We don't act on Լավ, what we ինչ say. լավ բան կա նրանում, որ Աստված խոսում է, իսկ մենք չենք գործում իր ասացի համապատասխան։ Տերը խոսեց Հռութի միջոցով եւ ասաց, որ շատերդ կասկած ու վախ ունեք եւ դուք պետք է դրանց մի կողմ դնեք։ Ես ցանկանում եմ աղոթել նրանց համար, ովքեր անհանգստացած են կասկածներով եւ վախերով հենց հիմա։ Եթե դուք բարձրացնեք ձեր ձեռքը, ես պատրաստվում եմ աղոթել ձեզ համար։ Տեսնում եք, իմ Աստված, ինչպես կարող է եկեղեցին նման մակարդակով հասնել աշխարհին։ I think what you need to do. Ես կարծում եմ, որ դուք կարիք ունեք, որ ես ձեզ առաջնորդեմ աղոթքի մեջ։ Կարծում եմ կարիք ունեք ինձանից հետո ասել։ Ասացեք այս խոսքերը. Տեր Հիսուս, ես վստահում եմ քեզ։ Դու այնքան սիրեցիր ինձ, որ մահացար ինձ համար։ Դու իմ փրկիչն ես, իմ ազատարարը։ Ես քեզ եմ պատկանում հիմա եւ հավիտյան։ Իմ կյանքը քո ձեռքերում է։ Ոչ ոք չի կարող խլել ինձ քո ձեռքից։ Տեր Հիսուս, ես ուզում եմ մի կողմ դնել վախը, կասկածը ու անհավատությունը։ Խնդրում եմ, որ հիմա ազատես ինձ դրանցից։ Քո անունով, Տեր Հիսուս։ Տուր ինձ քո համարձակությունը, տուր ինձ քո խիզախությունը, քո Սուրբ Հոգով եմ աղոթում։ Հավատքով բարձրացնում եմ իմ ձեռքերը։ Ես ստանում այն քեզանից։ Ամեն, Տեր։ Հիսուս, հեղիր քո սիրո եւ համարձակության հոգին այս մարդկանց վրա հենց հիմա։ Հիսուսի անունով։ Հեղիր նրանց վրա։ Հեղիր նրանց վրա Հիսուսի անունով։ Ամեն, Տեր։ Հիմա ընդունող եղեք, պարզապես արագ մի իջեցրեք ձեր ձեռքերը, ընդունող եղեք, սկսեք գոհանալ նրանից, կանգնեք եւ թափարեք ձեր պարանոցի վրայից ամեն մի կապանք, արձակեք ձեզ մտավոր հիմնավորումներից եւ ձեր բնական մտքից ու սեփական փոքրիկ կարողություններից։ Դու մեծ Աստված ունես, հրաշալի Աստված։
A wonderful God. Ճիշտ է, հիմա եկեք նրան փառաբանության զոհեր մատուցենք։ Շնորհակալություն Տեր, ամեն։ Thank you, Lord. Thank you, Lord. Շնորհակալություն Տեր, շնորհակալություն։ Thank you, thank you, thank you, thank you, thank you. Amen. Շնորհակալություն Տեր, ամեն։ Amen. Now this sister in the second row behind Այժմ the երկրորդ շարքում իմ կնոջ կողքին գտնվող քույր, դուք բան ունեք ասելու, կանգնեք, խնդրում եմ։ lead you into the land of darkness. Read the first part again. I will raise you in battle. Battle, that's right. Thank you. I think it takes Շնորհակալություն, ես կարծում եմ, որ քաջություն է պետք եւ ձեր մայրենի լեզուն անգլերենը չէ, ես գնահատում եմ դա, շնորհակալություն։ I would like to say Կրկին that's not ցանկանայի the ասել, որ այս մարգարեությունն ամբողջական չէ, այն պարզապես սկիզբն է։ Երբ այն սկսում եք, միանգամից հետ մի դարձեք։ when I get a Հասկանում եք, երբ ես ստանում եմ մարգարեությունը, պարզապես առաջին նախադասությունն եմ ասում։ Եթե ես նստեմ եւ մտածեմ, տեսնես ինչ եմ ասելու դրանից հետո, ես ավելին չեմ ստանա, որովհետեւ առանց հավատքի հնարավոր չէ հաճելի լինել Աստծուն։ Սակայն եթե ես առաջին նախադասությունն եմ փոխանցում, այնուհետեւ մնացածը տրվում է։ Որևէ մեկը։ Այո, վերևում մի երիտասարդ տղա կա, ձախ ձեռքը վեր բարձրացրած։ Այո, ես ձեզ առաջին անգամ եմ տեսնում, վեր կացեք։ Դուք կին եք, ինչպես կարող էի նման բան ասել։ All right, can you be heard? Դու երկրի գեղեցկությունն ես, իմ հարսնացու, իմ աչքի բիբն ես, իմ որոշումն ու ծրագիրը քեզ համար այն է, որ աշխարհը քո միջոցով տեսնի իմ սիրո եւ փառքի փայլը։ Բարձրացրու քո ձայնը, մի վախեցիր, թե ուրիշները ինչ կմտածեն։ Խոսիր իմ խոսքը եւ հնազանդվիր իմ խոսքին։ Amen. Ամեն, փառք Աստծուն, սա հիմա ամբողջական էր։ Փառք Աստծուն դրա համար։ Սա առաջին անգամ չէ, որ մարգարենում եք, այդպես չէ։ Երկար ժամանակ է։ A long while. You Տեսնում եք, դուք թույլ եք տվել, որ ձեր պարգևը ժանգոտվի։ need to. Դուք կարիք ունեք ասելու Տիրոջը, որ դա այլևս թույլ չեք տա։ Okay. Time for about one more. Քիչ ժամանակ ունենք եւ մենք կլսենք այս երիտասարդին։ You are a young Դուք man. երիտասարդ տղամարդ եք, ես համոզված եմ դրանում։ I feel like God's saying that we are the children of His pasture, and He wants to be our shepherd. He wants to control over us, and He wants to love us, and for us to bask in His love. Amen. Thank you. Is that the first time you've ever done anything like that? Առաջին անգամ է, որ նման բան եք անում։ Շնորհավորանքներս։ Հիմա կանգ մի առեք։ Տեսեք, թե թեման ինչ հետևողական է։ Աստծո սերը, նրա հոգատարությունը մեր հանդեպ, որ նա ուզում է, որ մենք հոգսից, վախից ազատ լինենք եւ քաջ լինենք։ Amen. I think we should. Ամեն, ես կարծում եմ, որ մենք պետք է կանգնենք եւ Աստծուն ներկայացնենք մեր փառաբանության զոհերը։ Thank you, Jesus. Շնորհակալություն Տեր, փառք լինի քո հիանալի անվանը, Տեր Հիսուս։ Շնորհակալություն Տեր Հիսուս, փառք լինի քո անվանը։ Ալելույա, փառք Աստծուն։ Շնորհակալություն Տեր, շնորհակալություն։ Amen. Ամեն։ God bless you. I think we meet again. Աստված օրհնի, մեր հաջորդ թեման կլինի հայտնության եւ զորության պարգևները։ Of Revelation. Ով գիտի թե ինչեր կլինեն այդ ժամանակ։ What will happen then? Եթե ցանկանում եք ավելի մանրամասն ծանոթանալ Դերեկ Պրինսի հայրեն ուսուցումներին, գրքերին եւ վիդեո պատգամներին, կարող եք այցելել մեր Facebook-յան էջ «Ինչպես ներդիտել» վիդեո ուսուցումները Դերեկ Պրինսի ծառայության YouTube-յան էջում։